Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մետանոյան է և այսօր տաղավարում հյուրընկալել եմ Անայիս Սարդարյանին, ողջույն Անայիս։ Ողջույն Ռուբստյան։ Ճիշտն ասած, մտածում էի քեզ ոնց պիտի ներկայացնեմ։ Իհարկե իմ հետևորդները շատ հաճախ ասում են, ինչու ես մտերմիկ զրույց ունենում եւ ասում ես քեզ, այլ ոչ թե ձեզ, կամ դու, այլ ոչ թե դուք, բայց ես չգիտեմ, քո մասով անկեղծ ուզում եմ այսպես ավելի ջերմ ու մտերմիկ խոսեմ։ Շնորհակալ կլինեմ, որ դուք չասես։ Որովհետև չհաշված, որ մենք անընդհատ չենք շփվել, նաև շատ երկար ժամանակ չենք էլ տեսնվել, բայց այնքան հոգուս սրտիս մեջ ես, ինձ թվում է դու իմ ընտանիքի անդամ ես, հարազատ մարդ ես ինձ։ Նմանապես։ Դրա համար ես հարազատի հետ ուղղակի չեմ կարող դուքով խոսել, եւ հետաքրքիրն այն էր, որ մտածում էի Անայիսին ինչպես պետք է ներկայացնեմ, այո, իր ակադեմիական կրթությամբ եւ իր գործունեությամբ թերևս դերասանուհի, բայց մի դիտարկում պիտի անեմ, դու ավելին ես, քան դերասանուհի։ Սա իմ գնահատականն է, որտեվ այն գործունեությունը, որը դու իրականացնում ես այսօր, դա շատ մեծ գործ է, որ դու անում ես եւ այդ քո փխրուն ուսերին վերցրել ես ու այսպես տանում ես։ Դու 6 տարի ուսերիդ այդ բեռը տանում ես, բայց բացարձակ ցույց չտալով, որ դա ծանրություն է, բեռը, լրջագույն աշխատանք է, բայց դու անում ես եւ միշտ պատվով դուրս ես գալիս։ Այդ ինչ ջիղ է քո մեջ, որը կարողանում է գեներացնի այդ ուժը եւ այդ արդյունքները ստանում ես։ Շնորհակալ եմ նախ այդ գեղեցիկ ու բարի խոսքերի համար, չափազանցված էր ամեն դեպքում իմ կարծիքով։ Շատ նորմալ, ոչ մի չափազանց։ Ռիբջան, ես 20 թվականին երբ որ սկսեցի ես ամեն ինչը, հա, սկզբից բարեգործություն չէր, դա իհարկե սկզբից ճգնաժամային օրերին մեր ազգի մի մասի, որը որ այդ պահին ուներ մեր կալիքը եւ զինվորների կողքին կանգնելն էր, որը վստահ եմ այդ օրերին մենակ ես չեմ արել, ով ասես անում էր, չգիտեմ, ինչ որ շենքերի դիմաց երեխեք էին հավաքում ծխախոտ զինվորների համար, ինչ որ միտեղ, չգիտեմ, հագուստ էին հավաքում արցախցիների համար, մի խոսքով այդ որ մենաշնորհ չէր ընդհանրապես իմ, բայց ես քանի որ հասկացա, որ դա ինձ մոտ շատ լավ ստացվեց, հատկապես քանի որ սկզբունքային էր ինձ համար գումար չհավաքելը, ես 6 տարի զբաղվում եմ բարեգործությամբ, ունեմ հրաշալի բարերարներ, ովքեր միլիոնավոր դրամների բարեգործություն են ինձ մոտ անում, չծախսելով ինձ, չտալով ինձ, այսինքն ոչ մի դրամ։ Եվ դա երբ որ սկսեցի անել ու բոլորը ասացին, որ դա անհնար է, դե լավ, հա, ասում եմ, օքեյ, կբերի մի տոպրակ, չգիտեմ, ուտելիք, բայց հաստատ ոչ մեկ չի գնալու քո համար, չգիտեմ, 5 միլիոն դրամի օրինակ գիրք առնի մանկական, որ դու նոր տարուն զոհված երեխաների նվերների տուփի մեջ նաև գիրք դնես։ Բայց 6 տարիներ ապացուցեցին, որ տո 5 միլիոն դրամի, տո մի ֆուր, տո 2 ֆուր, տո 3 ֆուր ապրանք է գալիս ու դա ես ուզեցի մտցնեմ մշակույթ, որ անպայման չի հա այդ կոպիտ ասած հիմնադրամ ասվածը լինի, այդ գումար հավաքելը լինի, մի բան էլ դե գիտենք մեր, որ գումար չենք հավաքում, ասում են այդ բան, պանիրները հաստատ դե տուն են տանում, ինչ մնաց գումար հավաքել քիչ է։ Հետո հասկացա, որ շատ լավ է ստացվում, իսկապես ինչ եմ ասում, շատ լավ է ստացվում, ոչ թե գովեստի խոսքերից, այլ դե կներես 6 տարի շարունակ, տարին 3-4 միջոցառում, 4000 երեխայի, 3000 երեխայի, 2000, հեսա երկու օրից մեկնում եմ Սյունիքի մարզ սահմանամերձ գյուղեր, ուղիղ 1000 երեխայի նվերներ տանելու, ինձ թվում է դա շատ բրավո։ Ամեն դեպքում ես կարծում եմ այդ 6 տարվա շարունակականության հիմքում վստահությունն է։ Միևնույնն է, վստահությունն է։ Անկամ եթե գումար չես հավաքում, դու նաև փորձել ես դրանով ասել, որ ինձ գումարը չի պետք, ինձ այդ ապրանքն է պետք, որը ուղիղ պետքա տանեմ այնտեղ, բայց միևնույնն է, այդտեղ էլ եթե այդ փոխվստահությունը չձևավորվեր, մոռացի թե քեզ ձեռք կմեկնեին այդ բարերարները եւ այստեղ շատ կարեւոր է այդ մարդկային բարձր արժանինքները եւ ունակությունները, նաեւ այդ կոմունիկացիոն ունակությունները, որ կարողանայես շփվել։ Ես կարծում եմ սա շատ կարեւոր հանգամանք է բնավորության առանցքային գծերից մեկն է, էլի առանց դրա հաստատ հնարավոր չէր։ Հիմա հետևում եմ քեզ եւ տեսնում եմ, որ սահմանամերձ գյուղերին
սեպտեմբերի 1-ին ընդառաջ Այո։ երեխաների համար գրենական պիտույքներ ես արդեն ամբարում եւ փուլերով տանում Համարը ես։ վերջացնում ենք 1000 երեխայի, որից 693-ը դպրոցականներ են, այսինքն 5-ից 16 տարեկաններին տանում ենք պայուսակ ամբողջությամբ գրենական պիտույքներով, այսինքն ոչ թե մեկ տետր, որը սեպտեմբերի 1-ին է պետք գալու, իմ մոտ sense ես Ես տեսա, որ քո փաթեթներում պարտադիր պետք է ամեն ինչ լինի եւ շատ որակյալ պարտադիր։ Ռիփ ես անգամ երբ որ արցախցիների համար սնունդ էի հավաքում, ես տոպրակը հավաքում էի նենց, ոնց որ կտանեի իմ երեխայի համար։ Այսինքն ես գիտեմ, որ իմ երեխան պարտադիր պիտի կարակուտի, պարտադիր պիտի կատնամթերք ուտի, չի կարա չլինի միս գոնե շաբաթվա մեջ 2 օր, ու փաթեթս հավա, այսինքն մենք այդ թաղապետարանների գրեչկա ձեթ տվողներից չէինք ու ես դրանով հպարտանում եմ։ Իհարկե դա ես չեմ արել իմ հաշվին, արել են հայերը, բայց ես սովորեցի մարդկանց, որ մենք պիտի տենց անենք։ Մենք չպիտի օգնությունը լինի այն, որ տանը մնացած հին բանը նվիրենք, տան հակած հին շորը տանք, չէ, զոհված հերոսների երեխաների նվերները մենք անում ենք ամեն տարի լավագույն ձևով։ Մենք արել ենք հեռախոսներ, մենք արել ենք պլանշետներ, մենք արել ենք համակարգիչներ, մենք արել ենք այն փոքր մեքենաներ, որոնք բավականին թանկ են այդ 3-4 տարեկան երեխաների համար։ Ամեն ինչ արել, հեծանիվներ, ամեն ինչ արել ենք այդ երեխեքի համար ու ամեն անգամ անելուց ես էլի միշտ ասում եմ, ստորնև չեմ ասում, սովորել են արդեն։ Իմ հետևորդը գիտի, որ եթե ես անում եմ, հատկապես հերոսների բալիկների համար, դա չի կարա լինի։ Դե ինձ երեխուց բերել են, այս ինչը պետք չի լինում տենց ռիպ, ամենայն անկեղծությամբ։ Ես ունեմ հետևորդներ, ովքեր որ ամբողջ, չգիտեմ, տարին գումարը կասան երեխան հավաքում է, որը վերջում ինքը միած շատ որակով, ամենայն անկեղծությամբ։ Ես ասում եմ ու փշակաղում եմ, երեխեք ունեմ որ կասաներ են հավաքում 6 տարվա ընթացքում։ Երեխեք ունեմ, որ գրում են ինձ Անայիս ջան, երեխուս նպաստը սպասում եմ ստանամ, որ այդտեղից 5000 դրամի կոնֆետ առնեմ, դու հասկանում ես, այդ ինչ մշակույթ է ձևավորվել այս ազգի մեջ ու ես դրանով նաև ինքս ինձ կներեք, բայց պահում եմ sense եմ որ sense վերևում, որովհետև հասկանում եմ, որ ես այս ազգի ներկայացուցիչն եմ, ոչ թե այն, որը որ փնովում Արցախցուն, չի ուզում կիսվի, որը որ ասում է դե ինչ են հարեզովվածները, հա այդ ընտանիքները։ Ես այդ մարդկանց հետ ես գործ չունեմ։ Ես ազգի ներկայացուցիչն եմ։ Դա բաժանում կընկալվի, չեմ ասում միայն բերողների, բայց նաև աղոթողների, որ այդ բերածը հավաքվի եւ այդ երեխեքին հասնի։ Ես այդ մարդկանց ներկայացուցիչն եմ ուզում լինել։ Դες օրինակ վերջերս մենք շատ ենք չէ՞ լսում, ասում են ժողովուրդն էս ինչ դարավ, էս որակազրկվեց, դեգրադացվեց, էս արեց, այն արեց, բայց այս քո պատմությունները բոլորովին դրա մասին չեն։ Դրա այն հակառակի մասին են, որ մենք հասկանանք, որ մենք շատ լավ ժողովուրդ ունենք իրականում։ Հասկացար ինչ եմ անում։ Ասում են, բայց աղջկա շահը, որն ռիպ իմ շահը գիտես, որն այդ մարդկանց անդադար տեսնել, որտեվ եթե ես անդադար Facebook-ում տեսնեմ այն ճոճաներին, որոնք դա մոտիվացնի, որ դու ապրես հարիֆի ջեբը, ես այդ կմահանամ, կխեղտվեմ եւ չգիտեմ, չեմ կարա այդ իրական։ Դա քեզ ապրացնում է, որ հասկանաս, որ ամեն ինչ անկանել ված չի, էլի դա տես ինչ կորիզ ունենք, ինչ սերուցք կա ու այդ մարդիկ ինչ ակտիվ են։ Բակամավորներ ես ռիպ, դու պատկերացես մարդիկ գալիս են օր ու գիշեր, չայլ երեխեք ընտիր։ Իրանց աշխատանքը վերջացնում են ինչ-որ թույն օֆիսում, նստում են իրանց թույն մեքենա, մեծ մասը, ու գալիս են կամավորության։ Դու հասկանում ես, ես ում հետ եմ շփվում։ Ես ինձ ասում եմ ընկերուհի ունեմ, ասում եմ դու քո փուչիկը ստեղծել ես, քո ռոզվի բաբլը արել ես ու մեջ ապրում, որտեվ կխեղդվեի, ես մի քիչ էմոցիոնալ մարդ եմ, վստահ եմ դրա մասին, գիտես, ու վստահ եմ նաև հետևորդներդ գիտեն դրա մասին։ Այդ էմոցիաներն ա քեզ տարել այդտեղ։ Ես կխեղդվեի, եթե չտեսնեի այդ մարդկանց։ Ես տեսնում եմ կամավորներ, ովքեր որ գալիս են ոչնչի համար, հասկանում ես, հələ եթե իմ դեպքում մտածում ես, որ լավ էս աղջիկը ինչ որ չէ, հանրային հայտնիություն ունի եւ այլն, չգիտեմ, են որ ճանաչում են իրեն, այդ երեխեք ընդհանրապես ոչ իրանք նույնիսկ չեն ուզում ստորիում Երևան։ Ոչ մի ձև, նկարում ես, ասում են խնդրում ենք մեզ մի նկար, իրանք գալիս են ֆիզիկական տանջանքը անելու, որ զոհված հերոսի երեխան նոր տանուն ստանա նվերը, որ սահմանը մեր գյուղի Սյունիքում ապրող, որին իրանք երբեք միգուցե չտեսնեն էլ կյանքում, այդ երեխան ստանա իր պայուսակը ամեն ինչով լցված։ Անայս, իսկ ինչ հակառակ կարծիքներ ես ունեցել, որը քեզ իսկապես խոցել է այս գործունեության ընթացքում։ Ասենք այնպիսի մի բան, որ քեզ փլուզել է ուղղակի ու նույնիսկ կարող է ինչ-որ պահի տակ հասկացել ես, որ երևի ես ամեն ինչ անիմաստ է, որ անում եմ։ Այդ ձև խոցի էլի։ Եղել է, բայց շատ շուտ 20 թվականին։ Դրանից հետո էլ չի եղել ռիպ, նայ, ես ուժեղ աղջիկ եմ, շատ։ Դե վստահ եմ, այդ ուժեղ որ չլիներ, այսքան բաների միջով դու անցնողը չէի։ Ես 20 թվականին սկսեցի, երբ որ Մոնթեն 2.5 տարեկաներին որդին, ես բարի բուն իմաստով իմ 2.5 տարեկան երեխուն թողեցի տանը մամայիս հետ ու գնացի մտա
3.5-4 ամիս, պատերազմը 44-րդ տևեց, բայց մեր օգնությունները երկար շարունակվեցին, որտեղ վիրավոր զինվորներ ունեցանք, ցավոք սրտի շատ զոհվածների ընտանիքներ, որոնց որ օգնություններ պետք, արցախցիներ եկած անտուն մնացած, որովհետև մասեր հանձնվեց։ Անտուք միջև բնակարանի վարձակալություններից զբաղվում էիր դու հիշում։ Այո, ու այդ օրերին պատկերացրա նոր էս ամեն ինչի մեջ Անայիսը, որը որ ամբողջ կյանքում եղել է մասնակցությամբ դերասանուհի, դրանից առաջ է միշտ տենց շատ լավ շրջապատով սիրված ընտանիքում փառք տիրոջ ամեն ինչ լավա, իր երախուն թողել է ինձ թվում է ես մեծ բան եմ անում, դա գնահատանքի արժանի է։ Ու սկսեցի լսել փող չի հավաքում, բայց հո պանիրները տուն ա տանում արտահայտություն։ Ու նախ չէի հասկանում, այսինքն ոնց են պանիրները տուն տանում, այդ բերում են օրինակ, իսկ ինձ մոտ պանիրը չէին բերում մի կտոր, ռիբ գալիս էր օրինակ մի հատ ֆուռ էր կանգնում կամ 6 հատ ֆոռ, ու պանիր, ուզում եմ պատկերացնի, էլի ոնց են այդ տիպ, դե ինչ եմ անում պանիրները, օրինակ հավաքում եմ, կամ այդ ֆոռը ասում եմ ջան մեր հասցեով քշի, մենք տունը պանիրից ենք սարքում։ Կամ ասենք որ դու դա չանեիր, կարողա պանիրի խնդիր ունես, պետք է այդտեղից պանիրը տանես։ Ես իսկապես մտածում եմ, գիտես ամեն մարդ ինքն իր արշինով է, էլի այդ հարցերին նայում բնականաբար։ Այդ ժամանակ շատ էի վիրավորվում, մտնում էի սենյակ, այնտեղ կամավորներ որ բերում ցույց էին տալիս, մտնում էի այնտեղ առանձին սենյակ ունեի ու լացում էի կոնկրետ։ Հիմա ռիփ Հեչ պետք չի։ Գիտես ինչի, որտեվ ես գեր նպատակն եմ հասկացել իմ անելիքի։ Ես հասկացել եմ ես ուր եմ գնում։ Ու ես հասկացել եմ, որ եթե ես սրտնեղ եմ ու մտածեմ, որ ինչ-որ մի հատ անատամ ծյոծ որոշել է, որ գրի, որ այս աղջիկը եթե խոսում մեր փուրք-փուրքի դեմ, ուրեմն ինքը լավը չի, ուրեմն ինքը գողանում այդ տետրերը։ Ծյոծ ջան, ուզում ես սաղ ցեղով նստի գրի, փուրք-փուրքի ցեղով էլ, բոլորով միասին նստեք դա գրեք, դա ինձ ընդհանրապես ոչ մի ձև չի նեղում, որտեվ ես գիտեմ որ սահմանամերձ գյուղի 1000 երեխա 2 օրից ստանալու է այդ նվերները եւ իմ գեր նպատակը իրանց գրածից շատ ավելի ավելա վաղուց չեմ կարդում կոմենտներ որտեղ արդեն էլ քոչիշ ունենք էլ Սերժի մոտիկն ենք էլ չգիտեմ ում շունն ենք էլ ով փող տվեց էլ Կրեմլի շպիոն ենք էլ Պուտինը այն որ չգիտեմ ուզում եմ հասկանամ ես 6 տարվա մեջ չկարայի չէ մի հատ գոնե Վարչով տնից կտեղափոխվեի չէ մի հատ էլիտար այդ իրանց ասած այդ մարդիկ ուզում եմ հասկանամ Պրիտոմ միլիարդ հատերերի անուններ են տալիս, որոնք որ կարային ինձ օրինակ մի երկու տուն նվիրեին մինիմում, մի 4 հատ է դա չէ։ Ես դեռ Վարչով ես ապրում։ Ես դրանով հպարտան եմ, սաղ ռիփ ներողություն, սաղ աշխարհը Վարչով ապրում, ոչ թե ապրում եմ որտեվ աղքատ ենք, շատ լավ տան մեջ եմ Վարչով ապրում, բայց ես ունեմ ուրիշ բարձր բաներ, որոնց այո, իմ երեխաները գնում են շատ լավ դպրոց, շատ լավ մանկապարտեզ, շատ լավ խմբակտեր, այսինքն ես այն գումարը, որը որ փառք տիրոջը աշխատում ենք ես ու ամսի, ես ֆուլ ներդնում եմ իմ երեխայի կրթության վրա, ապրում ենք շատ լավ, ոչ մի նեղություն, բայց ի նկատի ունեմ ես ոչ թե Վարչով ասում եմ, որ լաց ենք։ Չէ, եմ ասում էլի, հա։ Ուզում ասեմ, այդ որ դες Պուտինի շպիոն էինք, մի հատ ոնց էլ չլինի Մոսկվայի կենտրոնում։ Պուտինին ինչ էր եղել, որ այս աղջկան գոնե մի հատ բան նվիրեր, չէ։ Այդ բան արա, որտեվ ստե արդեն կոտորվանք քո շպիոնը լինելով։ Մարդ չի, գոնե այդ հարցում աջակցել քեզ։ Երբ կպնենք եվրոպացի կին, sense չի լինի, նրանք գոնե մի բան կտան։ Էդ էլ է հնարավոր։ Դու մի հատ մտածի, կարող է փորձես մի քիչ ես։ Կալաս, եթե դուք ինձ նայում եք, հիմա դիտում եք, խնդրում եմ անդրադարձեք։ Այո, խնդրում եմ բան արեք Բրյուսելի մեջտեղում մի հարմար տեղ։ Մի բան, եւ մենք կսկսենք լինել, դե գիտեք մեր համար, ոչ արժեք ունենք, ոչ սկզբունք ունենք, ոչ գաղափար ունենք, մերը որտից փողը գալիս է դրա համար է խոսում։ Որտից կպնի հետա։ Այսքան մասը կկտրեն, կհանեն, կդնեն եւ կասեն, տեսեք ինքն խոստովանություն։ Գերակ, էդ էի կուզում։ Բայց ամեն դեպքում մի քիչ sense գնա դեպի Եվրամիության կողմ, էլի, հա, այդտեղ են ոտը չեն Հայամիության մեջ մնա։ Չէ, Ռիփ ջան, եթե կարճ պատասխանելով քո հարցին, վաղուց արդեն իսկապես ոչ թե իմ ասում եմ, որ ես չեմ կարդում, որովհետև ես դրա ժամանակը չէ, եթե ես պիտի 4 կոմենտ նստեմ կարդամ, դրա վրա ներվայնանա։ Ճիշտ ասած, դա վաղուց արդեն ժամանակավոր է, բա։ Հատկապես որ գիտեմ պոակի տերը ով է, այդ պոակը ով աշխատացնում, այդ պոակում քանի ֆեյք կա, ֆեյքերը ինչքան փող են ստանում, ես նստեմ դրա վրա լուրջ չէ։ 18 թվականից կներեք, բայց այդ հայհոյանքի տակ ենք ու ասենք սկզբից ես շատ ազդվում էի, որտեղ մենք տենց բան չենք տեսել մեր մշակույթում, մեր աշխատանքային ոճի մեջ, այդպիսի բան չկար, չէ՞, ժամանակ, որ կոմենտներով հայհոյ էին իրանց 18 թվականին, երբ որ դարձել է Երևանի ավականու անդամ, տեսնես ինչեր էին ինձ գրում, այն աստիճան, որ ինքան էի անձնապես վիրավորվել, որ անկեղծորեն ԱԱԾ-ի կիբերհանցագործությունում դիմում էի տվել այդ բաների մասով, որտեղ սպառնալիքներ կար եւ այն։ Գտան, չէ, երևի ջան։ Չէ, դե բնականաբար ոչ մի պարագայում չգտան ու ոչ մի կերպ այն ժամանակ չէի հասկանում, որ
կարելի է այն աստիճանի պիղծ լինել, որ այդ ֆեյքա ֆաբրիկաները պահել, չի հավատում անկեղծ ասում եմ, ոնց կարող է մարդը նստի տենց սկսի մերում անուք գրել, էլի։ Հետո հասկացա, ոչ մեկ չի գտնելու, ոչ մեկ չի անելու, ոչ մեկ դրա պատասխանը չի տալու, ամեն ինչ նորմալ է եւ արդեն այլևս ոչ մի կերպ ոչ նայում ես, ոչ կարդում ես։ Հետո գիտես, մի բան էլ ասեմ, երբ որ ես տեսնում եմ, որ օրինակ հայ առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդի նկատմամբ գրվում է վատ տողեր, այն որ ես նսեմս ով եմ, որ մի բանից նեղվեմ։ Երբ որ ես տեսնում եմ, որ հայ բարերարը այսօր ԱԱԾ պատվալում է, որին ես եւ դու շատ լավ ճանաչում ենք եւ գիտենք իր բարձր լիքը մարդկային լավ արժեքների եւ լավ ծառայության մասին է խոսքը։ Երբ որ ես գիտեմ, որ մյուս բարերարը Հայաստանի որ լիքը բան է արել, տնային կරු, այն որ ասես այ մրցուս հանգիստ նստի տեղը դու Կրեմլի շպիոն ես, всё ամեն ինչ թույն է, որովհետեւ ինչի վրա նեղվես հասկանում ես։ Ինչի վրա, եթե որ դու գիտես, որ Արեգնազ Մանուկյանը այսօր ոչնչի համար քաղբանտարկյալ կին, երկրում միակ քաղբանտարկյալն է Լիդիայից հետո, որ Լիդիան փառկաստու գոնե հիմա վարչական ազատության մեջ տալիս, որ իրան փաս երեխան անգամ իր հետ հեռախոսով խոսի։ Ես դնեմ բողոք, Հենրի, նստեմ ասեմ ինձ մի հատ անատամծոց գրելա բան, անիշ։ Չէ, դա մենք չենք բողոքում, մենք ուղղակի հուշ ենք ապրում, ընդհանրապես։ Եկանք քո ասածին, որ պիտի նպատակը հասկանաս, որ ուր ես գնում։ Տես 20 թվականից այս կողմ ես գիտեմ, եթե թիվը սխալ եմ ասում, ամեն դեպքում ինձ շտկի 75000-ից ավել, 70000-ից ավել, չէ, 75000 չի ասեն, այ դա 70000-ից ավել արցախցու կարողացա այդ աջակցությունը ունենա։ Այդքան եղավ մոտավոր։ Այո, մեր հաշվարկներով, որտեղ որ գրանցված ընտանիքներ ունենք, բայց դա շարունակվել է էլի լիքը, այսինքն մենք այդ 70000-ից հիմա մարդիկ կան, որոնք որ չգիտեմ, մեկը օրորոցի կարիք է ունենում, մեկը տանվարձի կարիք էլի նորից այդ գործը մարդիկ արդեն ինձ գիտեն ու ինձ ասոցացնում են այդ ամեն ինչի հետ ու իմ հեռախոսը չի դադարում երբեք էլ չեմ խոսում իմ Instagram-ի direct-ի մասին, որը որ բացում ես ու անհնար է գտնել ինձ որ տեսնում եմ փոստում ասում գրում եմ չեք պատասխանում եմ եթե ես դες բացեմ դա անհնար է ուղղակի այդ նամակների քանակությանը պատասխանել բայց դրա համար ես դրեցի իմ արչև մի քանի պարտադիր բան, դա զոհված երեխաների միջոցառումն է ամեն նոր տարի, որը իմ համար կոպիտ ասած իրենց պապաների փոխարեն են կանում, այդ նվերներ, որտեղ վստահ իրենց պապաները եթե լինեին, անելու էին իրենց երեխեքի համար լավագույնը ամանորին, անում եմ դա պարտադիր եւ անում ենք անպայման սահմանամերձ գյուղեր ամեն տարի ինչ որ մի գյուղ ենք ընտրում, մի գյուղ չէ, մի սահմանամերձ հատված ենք ընտրում եւ գնում ենք այդտեղ։ Անայս Իսկ եղել է, որ քեզ խոչընդոտել են անմիջապես այս քո գործնեության համար, խոսքը վերաբերում է գործող իշխանություններին, հենց առաջինը եւ լավ, ասենք անգամ իրենք շատ լավ գիտեն, թե դու ինչ գաղափարների կրող ես, ինչ արժե համակարգ ունես, բայց ամեն դեպքում աչք փակեն, ասեն ամեն դեպքում այս մարդը մեր տեղը գործ է անում, էլի, մեր ֆունկցիաները նաեւ իր ուսերի վրա վերցրել եւ այդ տանում է, բայց դրան զուգահեռ Ինչ խոչընդոտներ են քեզ համար առաջացրել, որը իսկապես խնդիր է դարձրել քո օգնությունների առումով։ Նայ 20 թվականին բավականին մեծ աջակցություն կար, որտեղ այդ ժամանակ նաև ոչ մեկ չգիտեր, հա, որ մենք գալու ենք սրան։ Այդ ժամանակ ես քեզ ազնիվ ասեմ, կամավորներից եթե ինչ-որ մեկը մտնում էր ասում էր, բանը, այս ինչ հողը տվել ենք, այս ինչ հատվածը հադրուսվել ենք, ասում էի ձեն այդ կտրեք ոչ մեկը չէ, դու մենք պիտի լինենք պետականամետ, մենք պիտի հիմա լինենք պետության կողքին։ Դե ոնց բոլորը ցավը տանեմ, իհարկե, պատերազմի մեջ ենք, ոչ մեկը չգաք չխոսեք մեր առաջնորդի մասին, գերագույն գլխավոր ներողություն, այդպես ենք իրան կոչում։ Առաջնորդի մասին, որտեղ ինքը հիմա պատկերացնում եք ինչ ներվի ստրեսի մեջ ա, որ դե ով էր մտածում որ արդեն Վաղուց եւ այո, վաղուց եւ ամեն ինչ որոշված էր փաստորեն կարելի էր կանգնեցնել պատերազմը ցիտում եմ իրան եւ մենք զոհեր չէինք ունենա, բայց փաստորեն չկանգնեցրեցինք։ Ես դա երբեք իրենց չեմ ներելու։ Նույնիսկ եթե իրանք վաղը չգիտեմ ինչ որ ադամանդից սարքած շտաբ ինձ նվիրեն, որտեղ ես կշարունակեմ այս իմ բարեգործությունները, միևնույնն է, իրանք իմ համար ներում բեկում չունեն միայն այդ բանի, այդ բարերի, այդ խոսքերի համար, որովհետև դա կներեք, էլի ոնց որ մարդասպանություն գործես, հետո ասես դե կարայի չանեի, բայց դե ոնց չա։ Ես տենց եմ հասկացել ներողություն, միգուցե ես Չէ, բայց ներողություն դա ուղիղ ասվել է ազգային ժողովի ամբիոնից այդ ցիտատը, որը ասում ես։ Ու 20 թվականից հետո այդ ժամանակ դե իհարկե ես իրանց համար մի հրաշալի աղջիկ, որ վդրուկ տենց վեկալելա սոցապ նախարարի, այդ ժամանակ սոցապ նախարարին ջերմ բարևներ, որ ոչ մի բան չարեցիք ու դա արեցինք մենք, վեկալել էինք այդ բերը մեր ուսին ու դու հասկանում ես, երբ որ մենք չեկերը հաշվեցինք, դե ասեցի որ գումարներ չենք հաղթում, բայց որ բերում էին առաքումները, տոպրակի վրա չեկը մնալ։ Դե բարձա որ նաև առաքումներ են բերել ֆորդերով, որոնք որ չի եղել չեկով, ֆուրերով, չէ՞։ Այո։
Ուրեմն 2,700,000 դոլարից ավել չեք ենք ունեցել, այսինքն այդքան սնունդ ա մտել մեր մոտ։ Դու հասկանում ես սոցիալ նախարարության գործը ամբողջությամբ ես իմ մետրոկոսպայով ու իմ կամավորների ու հրաշալի մեր ազգը նորից եմ կրկնում, որտեվ եթե չլինեին հայերը, բարձր մի հատ բանից չէր մտնի։ Այդ ամեն ինչը բաժանվել է, մենք ոչ ժամանակ շատ լավն է Անահիսը, բայց գիտես, այն որ ասում մի քպեական կա, ինձ լավ ճանաչում է, շատ վաղուց ենք ճանաչում, միջև իրա քպեական դառնալ, ինձ մի օր ասեց, դու մեր համար տենց էլ չկտրած ձմերուկ մնացիր, մենք տենց էլ չհասկացանք, դու որ կուսակցությունից ես, ում ես հարում, ասում ես հարում մի տեղից լինես, բա ոնց, ասի ես հարում եմ բոլոր այն տեղերում կլինեմ, կկանգնեմ միտինգներին, հանրավակներին, որտեղ իմ հայությունը, հայացումը եւ հայ մնալը կմնա որպես առաջին եւ սկզբունքային կետ։ Ես մասնակցել եմ համարյա թե եթե չչափազանցնեմ բոլոր հանրահավաքներին, եթե չչափազանցնեմ բոլոր հանրահավաքներին, որտեղ որ ընդդիմադիրները բողոքի։ Ես կուսակցական չեմ եղել, երևի թե երբեք կյանքում չեմ լինի։ Առաջարկներ բազում եմ ստացել Ռիփ ջան, հավատա, այն որ վստահ եմ, որ առաջարկներ կլինեն, դու էլ գիտես, որ ում մասին եմ խոսում։ Այո։ Լիքը տեղերից առաջարկներ եմ ստացել, բայց այդ առաջարկները ոչ թե վատով եմ մերժասել եմ, վայ չէ, ես գիտես ինչ եմ մտածել, որ պատգամավոր լինելը դա ինչ-որ մի հատ նենց բանա, որ ես ուտե ես ով եմ այդտեղ լինեմ։ Ամենայն անկեղծ եմ, բայց հիմա բայց չես տեսնում ինչա։ Տեսնում լավ չէ հիմա դու գնայր գոն։ Չէ, լավ չէ, գիտես ինչի, որտեղ ես երբեք չէի կարող բարեգործությամբ զբաղվեի։ Էս էլ չէր կարա ոչ մեկ իրանցից անել։ Ես կբռնեին։ Էս էլ ոչ մեկ, հա, երևի կասեին չգիտեմ, պանիրները վсё-таки պանիրները ամեն դեպքում տուն ես տարեք արաքի հետ միասին, հա։ Ոնց է լինի ինչ որ մի բան կլիներ։ Այսօր այդ մարդկանց որ բռնում են ինչ են գտնում, որ մի անհեթեթ մի պատմություն։ Բարեգործությունը մեր երկրում դարձել է քրեորեն պատժի արար։ Այո։ Հիմա ներողություն, ես քո հարցին միջև վերջ չպատասխանեցի, խանգարելու մասում ասեցի, որ չէին։ Ուրեմն Սրբազան պայքարի ժամանակ Բագրատ Սրբազան ասեց, ուզում եմ ելույթ ունենաս, բերив ինձ, ասեցի Բագրատ Սրբազան, ախր ես ցավը տանեմ, ես ինչ ելույթ, ես ո՞ն ինչ պիտի, ես չգիտեմ տեքստեր, ինչ որ հատուկ որ պիտի ասվի, ասեց ինչ ուզում ես ասա սրտից, դե ես էլ էմոցիոնալ խառնեցի սաղ այնտեղ իրար, ունեցա ոչ իմ կյանքի լավագույն ելույթը, ես այդպես եմ կարծում եւ արժանացա ինչը զարմանալի է ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության քննադատությանը, բայց դա էլ եմ ներել շատերին, որովհետեւ երևի թե պետք չէր ելույթ ունենալ ինձ որպես ոչ քաղաքական գործիչ, բայց քանի որ Բագրատ Սրբազանին մերժել ինձ դժվար էր, ելույթս ունեցա։ Ելույթից իջա, ինձ անգարեցին, ասին, այն բյուզանդում, որ մի հատ հավաբուն ենք քեզ տվել, նույն իրանք հավաբուն չեն կարծում, որտեղ որ հավաքվում էր զոհվածերոսների երեխաների նվերներ, ասին, ռեմոնտ ենք անում, ազատեք։ Միջեմա ռեմոնտ են անում։ Ու ես ասացի, որ երբևիցե ես Ավինյան Տիգրանին դրա համար չեմ ներելու, երբեք որովհետև դա քաղաքապետարաններ տրամադրել է տարածքը տրամադրել հետո բայց գիտես ոնց հանեցին ոնց որ այդ մի հատ ամենայն անկեղծությամբ այս հրաշալի մեծ վերանորոգած տարածքա այնտեղ են որ շտեպցելները դուս լամպը չկան կախված այս մի հատ բլած վիճակ բյուզանդի տարածքի դեմը որտեղ նայ ռիփ ես չէի կատարում օնլայն խանութի ինչ որ վաճառք ես այնտեղ բիզնես չէի անում ես հավաքում էի իրենց նաև Ավինյան Տիգրանի համար կյանք տված հերոսների երեխաների համար նվերներ ինձ հանեցին այդտեղ ոչ փող էի աշխատում ոչ փող էի ստանում ոչ մի բան այլ ասել պահեստի պես մի բան էր այո այդտեղից զանգեցին հանեցին եւ ես խոսք տվեցի որ ես դες դա երբևիցե չեմ ներելու ես տենց անասուն հիշաչար խասյաթ ունեմ այդ էլ իմ վատ այդ տենց կոմնա որ տենց ոնց մոռանաս ես էլ չեմ մոռանում ես կարողա երկար ժամանակ այդպես է չմոռանամ բայց ես մի օր անպայման դրա պատասխանը կտամ իրանք երևի մտածում են գիտես ախր դու մենք քեզ տարածք ենք տվել հավաբունը որ դու զոհված ես քո զոհված է իմն են չէ մենակ իմ հերոսներն են դրանք քո իրանցը չեն այո հավաքում ես այդտեղ իրանց համար հանուն ոչնչի են սիրելիս մահացել զոհվել դու ինչ իրավունք ունես կանում ես հրապարակում ու ասում ես թքեմ նրանց երեսին ովքեր որ երրաբլրում քաշ են տվել զոհված հերոսների մայրերին ես կրկնում եմ իմ ասածը նորից ինչքան էլ որ եթե ելույթը համարում եմ ոչ այնքան ստացված բայց կրկնում եմ իմ ասածը եւ տերեմ այդ ամեն խոսքին բայց ներողություն եթե ես զբաղվում եմ բարեգործությամբ եւ դուք ինձ ինչ-որ տարածք եք տրամադրում, որը իդեպ էլի եմ կրկնում իմ շահերին, որպես Անահիս, ինձ իմ ընտանիքին ոչ մի ձև չի ծառայում։ Միայն ծառայում է բարեգործությանը։ Դուք ուզում եք ասեք ես իրավունք չունեմ, ունենամ սկզբունքներ, լինեմ հայ, ունենամ իմ տեսակետը ինչ-որ բանի կամ ասեմ որ կներեք էլի ոնց որ իմ եկեղեցին լապատկեն վեկալել եք, քանդում եք։ Կլինի չանեք, չանեմ դա։
Նստենք պրոստը որ ասենք մեզ տար ու մեր հենց ռիպ իմ կարծիքով մեր խնդրեմը գիտես ինչու՞մ է որ մարդիկ ոմանք ասում են դե գիտես մենք գործ ունենք չենք կարա ամուսինս տեղ աշխատում չենք կարա ժողովուրդ մի օր կարող էլ մենք չլինենք ընդհանրապես այս երկրի ու այս հողի վրա կամ էլ այս հողը չլինի էլ հայկական եթե ձեր ամուսնու աշխատանքը այն մեկի ավականու աղբոր տղու հորքուրի քենի լինելը այն մեկի չգիտեմ ինչ որ միտեղից ֆինանսական չգիտեմ ինչ ունենալը շատ ավելի թանկ է Չեն գիտակցում, գիտես։ Այ հիմա մենք եկանք հասանք մի շատ հետաքրքիր հանգրվանի, մենք տեսնում ենք հանրային գործիչների, արվեստի գործիչների, սովորաբար միշտ ասում են արվեստի մշակույթի մարդիկ չեն խոսում, բայց ինձ մոտ ցուցակը շատ լայն է։ Դա գիտության մարդիկ են, կրթության մարդիկ են, սոցիալական ոլորտի մարդիկ են, այո, արվեստագետներ են, մշակույթի վաստակավոր եւ ժողովրդական արտիստներ են, այսինքն այս ցուցակում մենակ է մարդիկ չեն ընդգրկված իմ տեսլականում, ինչպես որ շատ հաճախ ասում են երգիչ երգչույները դերասանները ոչ, այդ թվում եւ երգիչ երգչույները եւ դերասանները Այ այդ խմբի մեջ են մտնում այդ մարդիկ, որոնք ընդհանրապես ոչինչ չեն խոսում եւ ասում են մենք մեր մշակույթով ենք ցույց տալիս մեր սկզբունքը։ Ճիշտ ասած ես չգիտեմ այդ մշակույթով ինչ սկզբունք են ցույց տալիս, ես վերջերս նաեւ դադարել եմ թատրոններ գնալ անկեղծ ասած չհաշված որ շատ սիրում եմ, որ բայց բլոկադան նայր անպայման։ Բլոկադան անպայման նայել եմ, գիտեմ բլոկադան ինչի մասին է, բլոկադայից դուրս եմ ասում, այս օրական պետական թատրոնը վերջի բլոկադան պետական թատրոնի ներկայացում չի խաղացանկային դա մարդկაც այո, դա ստեղծած մի ներկայացում է, որի համար իրենք այդ դահլիճները վարձակալում են, որպեսզի իրենք խաղան։ Այնպես չի, որ իրենց արժև այդ դռները բացվում է, ասում են եկեք, դա կարևոր ներկայացում է, անվճար մեր դահլիճը տրամադրում են։ Գիտենք, չէ՞, ոնց է արվում դա։ Ես խոսում եմ բոլոր այն թատրոնների մասին, որտեղ ես մի քանի անգամ ասել եմ, մի հատ գնամ տեսնեմ, այդ ինչ են ստեղծում, որ իրենց գործով իբր բան են։ Զրո Ազգային գիծը ամբողջությամբ հանվել է այսօր եւ նույնիսկ եթե մի քանի ներկայացումներ էլ խաղացանկերում կան, տենց վախվխելով դնում են խաղացանք, որ տեսնեն հովերևից չեն զանգում, իրանց ասեն հանի մի հատ։ Ինչ են մտածում իրենք, այ ես չգիտեմ իհարկե, հիմա դու շփվում ես ավելի այսպես լայն այդ շրջանակի հետ, թե ոչ։ Ես տեղեկություն ունես, իրենք ինչպես են մտածում։ Կատեգորիկ չունեմ, 20 թվականից հետո մեծ մաղ վերցրեցի։ Դե հա, աչքից մենք գործով ենք զբաղվել։ Մաղեցի, գիտես ինչի, ոչ թե ես ավելի լավն եմ, միգուցե ես ավելի վատն եմ, քան իրենք, միգուցե ես ավելի սխալ եմ, քան իրենք։ Ամենայն անկեղծությամբ։ Գիտես մենք լավի վատի մասին չենք խոսում։ Ճշմարտությունն է, ինչ ճիշտը կարող է ճիշտ մեր երկրի, մեր պետության, մեր հայրենիքի մեր երկիրը, մեր երկիր մտածելը, մեր հայրենիք սիրելը միգուցե մարդկանց համար սխալ է, ես դրան եմ եկել։ Ռիպճան դրա համար թողել եմ, այտենց, թողել եմ իմ կողքային մարդկանց միայն, ովքեր որ սկզբունքային, գաղափարակից, արժե համակարգային նույն ձև են ինձ հետ մտածում, որտեվ ես չեմ կարա ցավը տարեմ գնամ մի մարդու կողքը նստեմ ու ինձ ասի քեզ պետք է Անահիս ջան հանգիստ քո համար ինֆլուենսինգը տար այդքան հետևորդ ունես բայց գիտես ես նաև շատերին գիտեմ որ ասում են մենք մեր երկիրը մեր տունը մեր տեղը մեր տեսիլքի բնություն մի սարկը նկարեն մի անտառ նկարեն ցույց կտամ բա դրա մասին այդ արժեքի մասին պիտի խոսեն չէ ասեն որ այս անտառն ու սարը որ կորի ինչ պիտի լինի իսկ ես տեսնում եմ մարդիկ ովքեր հիմա շրջագայում են համարում են որ դա է ճիշտ ու համարում են որ գիտես ինչ մի բան ասեմ այն ժամանակ հիշում ես մի բան կար որ հայկական ինչ որ մի բանը պիտի գնել հայկականը պիտի հայկականի մի խոսքով խթանվի հայկական արտադրություն լինի չգիտեմ մեքենա լինի ամեն ինչ հիմա հասկացել եմ այդ մի տեսակ ոնց էլ մոդա չի ջան հիմա պետք է այդ եվրոպական այդ որը որ գլոբալիստական աշխարհը ինչ թելադրում է դա է մոդա նայ նույն սոցիալական ցանցերը չէ ես օրինակ երբեք իմեջում չես գտնի թրենդ ասվածը որ ես նկարեմ ոչ երեխեքիս հետ ոչ մեկի ընդհանրապես իմ էջը ընդհանրապես 99% դա քաղաքական ներողություն բարեգործության մասին է եւ երբեմն քաղաքական բաների, որոնք որ ես համարում եմ, որ ես դրա մասին պիտի խոսեմ։ Պարտադիր, ես չեմ կարա լռեմ։ Որովհետև դու քաղաքացիական դիրքորոշում ունես, թե չունես այս դեպքում։ Ունես, դա նշանակում է, որ դու քաղաքականությամբ։ Հիմա եկեղեցու մասին այս աղետները, որը տեղի ունենում եկեղեցու նկատմամբ, դա քաղաքական հարց է։ Իրանց համար այո։ Ինձ ասում են քեզ, գիտես ինչ եմ անում։ Բա ինչ են գնում եկեղեցուն պսակվում։ Դե որտեվ նայ դրա համար եմ ասում, արժեքը մեր ու իրանցը տարբեր է, Ռիպճան դրա համար այդ մարդկանց հետ շատ վաղուց շատ ընկերների հետ նույնիսկ բարև տալ չունեն, գիտես ինչի, որտեվ ես հասկացեմ, որ այդ մարդու համար այդ քո ասած եկեղեցին իր համար նույնիսկ ինքը թքած ունի իրան, տիրադավնա կնքելու, թե կնքելու օրինակի համար իսկապես
եկեղեցական հոգևորական մարդ։ Իր համար դա եթե իր համար այդ տարբերություն չկա, ես ոնց կարամ այդ մարդու հետ օրինակի համար գնամ նստեմ ճաշելու։ Իմ համար հացը մեր ընտանիքում տենց դաստիարակություն եմ ստացել, հացը շատ են սուրբ բան է։ Ես հիշում եմ որ փոքրի հացը հանկարծ ձեռքից սնում էր, պապաս սենց վեկալում էր, համբուրում էր հացը, դնում էր սեղան։ Երբեք չեմ տեսել մեր տանը հացը աղբը նետվի։ Մի քիչ չորացած հացը մամաս տաքացնում էր վատ տարիներ էր այդ ժամանակ, մի քիչ տաքացնում էր նոր էին կուտում։ Այն որ արդեն փշրանքներն էր մնում որ պիտի տալիս էինք ծիտիկներին, հարևանը հավ ուներ, հավի, то есть հացը որպես այդպեսին սրբություն է։ Իմ համար ես տենց եմ, ես ոնց հացը կիսեմ մի մարդու հետ, ով որ արժե համակարգ չունի իմ հետ, ու կարող է Իրանը իր համար լավն է, ես այն որ գիտես ինչ եմ հասկացել, իրանց հետ վիճելու չունեմ, որտեղ իրանք երբեք իմ պայքարը չեն հասկանա։ Իրանց համար ես հավերժ լինելու եմ Կրեմլի շպիոն, Պուտինից փող ստացող, ով որ որոշեց, որ մի օր պիտի խոսա։ Ամինչ մի օր մեկ ասում է, բա Լևոնի ժամանակ ինչ չէիր խոսում, ասում եմ ոնց է 6 տարեկան էի։ Քոչյանի ժամանակ ասում եմ դե 11, 12, 13, նորմալ է որ 13 տարեկան երեխեն չխոսի քաղաքականությունից, շատ նորմալ է։ Դա չի շոկ, որ ես չեմ քննադատում այն ժամանակվա եղած բարքերը, լիքը բան քննադատել եմ միշտ ու քննադատում եմ մինչև հիմա, բայց գիտես ես ուզում եմ այնպիսի երկրում ապրեմ, որտեղ ոչ թե արդեն 8-րդ, 9-րդ, 8-րդ, 9-րդ տարին կխոսվի մարտի 1 մարդու խոքնեցիք, այստեղ երկներս եք հասցրել, դատեք այդ մարդկանց հասկանաք ով էր մեղավոր։ 9 տարի շարունակ ժամանակավրա բայց 9 տարի շարունակ կարելի է անդադարել։ Հա բայց ինչքան կարելի է ռիփ։ Լավ ուզում եմ հասկանամ այդ մարդիկ, ովքեր որ հավատում են, իրենց դեբիլ չեն համարում, որ իրենց դեբիլի տեղ են, դե չեն վիրավորվում, որ 9 տարի շարունակ ձեզ ասում են մարտի 1, 9 տարի շարունակ ասում են, չգիտեմ, ապորնի ծագում ունեցող գույք ենք հետ բերում, ես ենք հետ բերում, թալանն ենք հետ բերում, մեկ էլ ինչ որ բան 225 քառակուսի մետրանոց գարաժը հետ բերեցինք, լուրջ։ Լուրջ։ Հա, երևի Գագիկ Ծառուկյանի սեփականությունները հիմա որ sense վատով կուլակաթափ անելով վերցնում են, դա է ապորինի ծագում։ Այսինքն որ ախր չեմ կարում տեղ միջև ընտրությունները ապորինի չէր։ Լեսի ոնց կարելի մարդուն անվանել խոշոր սեփականատե։ Հա, հետո հիմա ապորինի արդեն։ Չէ, ինքը ապոր, ասենք լուրջ։ Դե գիտես, հիմա մեզ մոտ ինչն է ամենաաղետաբեր էս անձնական վրեժխնդրության գերդոզավորումը։ Բայց հիմա հարց այդ մարդիկ, ովքեր ընտրել են եւ նրանց կողքին են։ Օրինակ ես ինձ կհամարեի, որ ինձ դեբիլ, ինձ խափում են, ինձ դեբիլի տեղ են դնում, երբ որ ասում են խոշոր սեփականատեր, հետո ասում են լուրջ, ես ինձ կհամարեի, օրինակ կոպիտ ասեմ, ես ինչ որ առաջնորդի հետևից եմ գնում օրինակի համար, չէ՞, ու ես գայ որ ինքը շեղվում է իրավ, ամոթ չի կասեի կներեք ժողովուրդ ջան, ինչքան եկել եմ գաղափարակից եմ եղել, հիմա հասկանում եմ, օրինակ Բագրատ Սրբազանի հետ քայլել եմ միջև վերջ գնացել եմ։ Բագրատ Սրբազանին բռնեցին, ինչ հիմար բան ասես գերեցի, մարդը ես հո չեղա որ Բագրատ Սրբազանի համար դարավ Աբեկիչ իրանց ասածներից հետո ես մեկա իր հետ ֆուլ գաղափարակից եմ, գիտեմ ինքը ինչ արժե համակարգում, գիտեմ ինքը ինչքան հայրենատեր մարդ է, բայց ցես կոնկրետ խապ ինձ Բագրատ Սրբազանը չի խապ, ինձ որ մեկ-մեկ գրում էին այդ օրերին, հա, տեսար քո Բագրատ Սրբազանը, ասում տեսա Իմ Բագրատ Սրբազանն է էլի իմ Սրբազանն է, էլի իրան տեսնելուց էլի խոնարհվելու եւ բարևելու եմ, էլի օրհնություն եմ խնդրելու։ Ինչի մասն է խոսքը, դուք մտածեք, որ ձեզ դեբիլի տեղ են դնում եւ ասում են Բագրատ Սրբազանը, Լիդիան, Մոսոն, Աբեկիչը, Իգորը, էդի դուք պիտի մտածեք, ոչ թե ես, որտեվ ես այդ մարդկանց գիտեմ, որ մեկ այդ գործը ջուրա լինել։ Այդ դուք մտածեք, որ ձեր երկրի գլխավոր դատախազը գալիս է արժա ամբիոնում կանգնում է եւ անձեռնմխելությունից զրկում է Արթուր Սարգսյանին եւ ասում ենք ահաբեկչություն է նախապատասխան եւ խափում է ձեզ նայելով ձեր աչքերի մեջ։ Այդ դուք մտածեք, ես մտածելու բան չունեմ, ես հո գիտեմ որ խափում են։ Նայ Անայիս, ասացիր որ քո էջը ամբողջությամբ զգալի մասը էջիդ ծառայում է բարեգործությանը, հա, այդ հավաքագրումներին, այսինքն այդ սոցիալական մեդիան օգնում է գտնելու, հա, այդ մարդկանց նաեւ տեսնելու թե ինչ է կանում եւ ասիր որոշ չափով էլ քաղաքականության մասին եմ խոսում, որտեվ չեմ կարող չխոսել։ Ես այսօր անկեղծ ասած այդ մեսիջները, որը նաև գալիս է քեզնից եւ քո նման մարդկանցից, ովքեր այդպես ակտիվ են, դա քաղաքական որպես այդպեսին չեմ գնահատում։ Քաղաքացիական։ Անկամ քաղաքացիական, այո, այսպես կարող ենք ասել, բայց գիտես, ես կարծում եմ, որ եթե մեր երկիրը վտանգի մեջ է, մեր եկեղեցին այս հարցակման տակ է, ինքը ավելին է, քան քաղաքականը, քաղաքացիականը, այս բառերն էլ չեմ սիրում, հասկանում ես, որտեվ աղետը այն չափի անասելի է դարձել, որ ասել քաղաքական հարցերով չեմ զբաղվում կամ քաղաքական բաներից եմ խոսում, մի քիչ ավելի վատ է ամեն ինչ, քան քաղաքականությունն է, ես այդպես եմ կարծում։ Ոնց հասցնենք այդ մարդկանց, որ
Այ դու նշեցիր, չէ, որ մարդիկ կան, որ ասում են, դե քեզ պետք է հանգիստ ապրի, չգիտեմ, ամուսինը լավ գործ ունի, այն լավ գործ ունի, իրանք իրանց, որ սա քաղաքական հարց չի, սա գոյաբանական հարց է։ Լրջագույն գոյաբանական։ Այ ոնց է գոյաբանականը հասցնենք չենք տեղ։ կարառիբ, գիտես ինչի։ Իսկ կարող է հասկանում են։ են։ Վախը չէ։ Նա ես ինչի քեզ ամենասկզբում երկրորդ թե երրորդ հարցին պատասխանը ասեցի, ես շատ ուժեղ աղջիկ եմ։ Ինչի տենց ասեցի, որովհետև ամենայն անկեղծությամբ ես ամեն ստորից եւ վիդեոից հետո մտածում եմ, որ ինչի՞ չէ, որ ումից ես վատը, որ քեզ չգան բռնելու էլի, որ քո քաղաքացիական դիրքորոշումը հայտնելու։ Մարդիկ վախեն, լսի իրանց էլ եմ հասկանում, ամենայն անկեղծությամբ ամեն մեկը չունի այդ մեջի այդ հայ ճիշտ գենը, կարող խառնված գենա։ Այնա թող չխոսեն, թող գործեն։ Չէ, լավ էլի ռիպետե։ Լսի, գիտես պարտադիր չի խոսել։ Մարդկա իր բնույթին բնորոշ չի խոսելը, բարձրաձայնելը, չէ, թող չխոսեն, բայց կարամ գործեն կոնե։ Դե թող գործեն ու մենք բռնանք։ Այդ գործելը ո՞նց է արտահայտվում մտրություններով նաև։ Լսի, ես կարծում եմ հանրային մարդկանց մասին, եթե խոսենք, շատերը կարող է չեն խոսում, չեն անում, բայց ընտրություններում օրինակ չգիտեմ, վստահությամբ գնացել եւ չեն ընտրել այս այն ամեն ինչ որ կատարվում է չեմ ասի իշխանություն, որովհետեւ ես իրանց իմ համար իշխանություն չեմ համարում, ես իրանց համարում եմ, որ ասում են բահը ձեռքերին վերցած, եկեղեցին կազմակերպող արժե համակարգը վերացնող, ազգային յուրաքանչյուրի դեմ դուրս եկող, թշնամուն բերող սարքող հարևանին տանող սարքող թշնամի դարե շարունակ այն թշնամու սարքող հարազատ եւ սեփական ազգի ներկայացուցիչ սարքող թշնամի, այս է ամենախայտառակը։ Ես որ լսում եմ ԱԺ-ում ամենայն անկեղծությամբ ոնց են իշխանական պատգամավորները հիմա խոսում օրինակ բարերար Սամվել Կարապետյանի մասին, կալուգացի Սամո ասելով կամ Տաշիր կամ չգիտեմ ինչ, ու ոնց է խոսում պարոն Ալիև ասելով, ես հասկանում եմ, որ իրանք երևի իսկապես ախպեր չեն ուզում այդ մարդիկ մեր այդ գործ ունենան մեր ազգի հետ, որտեվ իրանց համար հայ ազգի բարերարը, Ծառուկյանը, ես, դու եւ մյուսները ովքեր ինչ որ մի բան ունեն այս երկրում արած, իրանց համար մենք վատն ենք, իսկ պարոն Ալիևն է, անընդհատ sense իր մասին sense մի հատ չգիտեմ, քիչ ամնում մի հատ ես ինչ անելով խոսեմ։ Ավելի սարսափելին ասեմ, որ ասացին, որ կաթողիկոս չի եւ իր աշխարհի կանոնն էին հնչեցնում, անտա դու տեսնես քանի օրինակ ինչ կինոներ է։ Ես չեմ էլ ուզում այդ նույնը կրկնեմ, ասեցին ինքը այդ Ներսիսյանն է։ Այո։ Իսկ Ալաշուքյուր Փաշազադեն հոգևոր առաջնորդ է։ Լսեցի։ Հիմա դու նայի նստել ես ինձ ասում ես Ալաշուքյուր Փաշազադեն ընդունում են որպես հոգևոր առաջնորդ։ Ամենայն հայց կաթողիկոսին ասում են ինքը հոգևոր առաջնորդ չի, ինքը է Սարեն արի։ Հիմա այդ մարդկանց հետևորդներն ու ընտրողները նույնը չեն։ Տենց են մտածում ուրեմն, բայ չես ուզում։ Բայ չեն։ Բայց ես էլ եմ այդ նույն բանը ասում ես, ինչ սպասում ունենանք, որ կարող է իրանք չէ, ախպեր, որովհետև իր համար։ Ասում կարող, հայ առաքելական եկեղեցու խաղը չեն հասկանում։ Չէ, լավատեսություն եմ ուզում տեսնել սեփական։ Ես վաղուց, գիտես ինչի, լավ 20 ինչ են հասկացել, 21 ինչ հասկացան, 26 լավ չէ էլի։ 18-ին ես չեմ հասկացել, հետո խաբվել եմ։ Այսինքն մարդ հասկանալով է գնում այդ ընտրությանը, շատ լավ դիտակցելով։ Ես կարծում եմ, որ կան մարդիկ, ովքեր որ ես շատ լսել եմ մարդկանցից, ովքեր ասում են, ինչ ա եղել, որ Թուրքիա շատ լավ կապրենք, ու այդ արտահայտությունը ամիդորը կեժանանա, այս չես լսել ռիպտենց արտահայտություն, բայց ինչի մասն է։ Ես գիտեմ, որ շատ մեծ ցանկություն կա։ Ու ես որ գնում եմ հապուկ առնելու բացքի փոշի առնելու, դու գիտես այդ ինչ կարևոր բան է։ Ուրեմն ես գովազդ համարյա թե չեմ անում իմեջում, որովհետև շատ գնահատում եմ իմեջի հետևորդներին, այսինքն ես պրոստը տակ չեմ վերցնում գովազդ ինչ որ անում։ Եթե անում եմ մի բան, դա վայ եմ որ պիտի կարող տարին երկու անգամ անեմ, ասես քրքրեմ իմանամ ովքեր են տերերը, ինչա ոնց ա խիա։ Ուրեմն առաջի բանը որ գրում են, կարամ անգամ քեզ ցույց տամ, որտեվ ինքը պատրաստի նամակը որ հարցնում են համագործակցություն եւ այլն, պատրաստի նամակը չեմ գովազդում երբեք թուրքականը, դա պարտադիր, դες առաջին նախադասությունը տենց է սկսում ինձ մոտ։ Իսկ մարդկանց համար, ովքեր որ այդ նույն քո ասած հանրային, դու ուզում ես թուրքական, ուզում ես չիկ թուրքական, ինչ ուզում ես, այն որ ասում է մեր փորը կուշտ լինի, մեր տեղը տաք լինի։ Իսկ այդ տենց մարդկանց իմ համար, ես տենց եմ կարծում, իրանց փորը կուշտ կլինի, չգիտեմ, մեջլիսներում թե ինչ որ մի ուրիշ տեղ, իրանց համար տարբերություն չկա։ Ես տենց եմ կարծում։ Իսկ իմ համար կա տարբերություն, սոված, բայց իմ հայրենիքում շատ կա տարբերություն։ Ես ուզում եմ իմ հողի վրա իմ արմատներով մեծացնեմ, դրա ապացույցն է, որ ես իմ երեխային կոչել եմ Մոնթե, եւ ես չեմ ուզում Մոնթեին տանեմ Օմսկում, Մինսկում կամ չգիտեմ որտե մեծացնեմ ու իրան Մոնտե ասեն կամ չգիտեմ ինչ, չեմ ուզում ախպեր։ Ես ուզում եմ այստեղ մեծանան իմ երեխեքը։ Ես կհավատաս, շատերը հիմա այն որ ասես փուշ են անում, որ երեխեքը հատուկ հա որ անգլերեն իմացություն ունենան։ Իմ համար Մոնթեին ասել եմ, քերականությունը հայրենը իդեալական չեղավ,
իմացի վերջ, ես ու դու խնդիր ունենք իրար հետ, որտեվ ինձ համար առաջին հերթին պետքա որ դու լավ հայերեն իմանաս, որտեվ սա է քո լեզուն, սա է քո պետական լեզուն, որի դեպ ինձ թվում է մի օր է դրա դեմ կսկսեմ պայքարել, որտեվ ով չգիտի, հայերեն լեզուն տառերը ստեղծվել են էլի հոգևորականի կողմից, էլի եկեղեցում, այդ նույն Ամարասի վանքում, Մաշտոցի կողմից, որը եղել է, այո, նույն Ամարասում, որը որ երբեմն կոչվի, դե երբեր Արցախը մեր է լուրջ, բայց որ Ամարասում Ախր պատմություն չգիտեն, այ սիրելի։ Բայց հիմա դու ինձ ասում ես իրանց օրնակարանի բացատրե։ Բա 1000 անգամ մենք էլ էլի ասում ենք Ամարասում Հեսրոպ Մաշտոցն է առաջին դպրանոցը բացել եւ չգիտեմ արդեն բան։ Ասում եմ երբ է Արցախը մեր եղել։ Դու պատկերացրու ինձ մեկ-մեկ տենց բաներ են ասում։ Դա մերը չի։ Հոգեկանս խանգարվում է։ Բայց դες քարոզչությունը իր դերը ոնց է ունեցել։ Հրաշալի։ Իրանք այդ առումով շատ լավ են։ Իրանք հակազգային քարոզչությունը արել են իդեալական։ Դա չի քննարկվում։ Մի օր Մոնթեն, ուրեմն ես գնում էի համարյա թե բոլոր Սամվել Կարապետյանի դատերին, հիմա գնում եմ Գագիկ Ծառուկյանին 18 արդարներ դե գիտես, ես բանը schedule-ս որ կազմում եմ, դատարաններով եմ։ Ամենայն անկեղծությամբ։ Այն որ երբ որ մեր տանը ինչ որ բանավորոշում որ պիտի գրանք հարցնում են անջան դատ ունես թե չէ, որտեղ ոնց որ պաստաբանի։ Վերջին անգամ էլ Էջմիածնի դատիներ տեսավ է Բոլոր դատարաններում գնում եմ, որտեվ ես համարում եմ, որ իմ երկու ոտքը տեղ ավելի կարևոր է այդ բան, քան ինչ որ սրճարանում սուրճ խմել։ Ու Մոնթեն գիտեր, որ գնում եմ բոլոր դատարին, գիտի շատ լավ Սրբազանի հետ ծանոթ, հավաքրեց Սրբազանի Գագիկ Ծառուկյանին էլ եղել է, որ էլի հանդիպել ենք ընտանիքներով, քանի որ շատ լավ ճանաչում ենք իրար, էլի գիտի Սամվել Կարապետյանին անձնապես ոչ ես գիտեմ, ոչ ինքը, բայց դե քանի որ նկարներով ամբողջ քաղաքը տարածված էր բանման են, որ ամեն մոլ գնալուց տեսնում էր, ես իրան բացատրում էի, որ ինքը հիմա քաղ բանտարկյալա բալես եւ այլն եւ այլն։ Մի օր սենց արեցին Մամա, ասում եմ մուլտ էին նայում, այնտեղ ասում եմ մի հատ ձյաձյայի ձեն ասաց, որ ինքը տղերքին հայտ անելու է Դոնբասա, ինչ գիտեմ, այդ ինչ։ Մի սիրել իրան։ Ասում եմ մի սիրել իրան։ Հիմա դե պարզա Մոնթեն ընտրող չի եւ այլն, բայց Մոնթեի ուղեղով կներեք, ինչքան մենք 18 տարեկանից ավել ընտրողներ ենք ունեցել, ովքեր որ ֆիքսել են, որ եթե Այո, այդ գովազները YouTube-ում տեղադրել էին, հիշում ես, ինչեր էին անում։ Հակազգային, հակահայկական քարոզչության մեջ այս մարդիկ իդեալական են։ Դնում եմ իրանց 5 գումարած եւ իրանցից լավը Ռիպջան թողներեն ինձ բոլոր նրանցից առաջ եւ եկող մեդիա դաշտում աշխատող մարդիկ իրանցպես ոչ մեկ չի աշխատել։ Բայց ի լրում ենք ես պիտի ասեմ, որ 2018 թվականից անկախ ամենից ընդդիմադիր մամուլը շատ ակտիվ է կարողացել դիմադրել։ Վերջի վերջո ընդդիմադիր մամուլը չունի լծակներ։ Ընդդիմադիր մամուլը ունի են, որ այսպես հաղորդումներ կարող են անել, նյութեր կարող են անել եւ գտնվել թեժ կետերում։ Մենք չունենք ներողություն բյուջեից հսկայական գումարներ է հատկացվում այդ պոակին եւ այդ պոակը այլ գործով զբաղվելու փոխարեն գիտենք որ այդ քարոզչության գծերն է, չէ, առաջ քաշում, բայց ընդդիմադիր մամուլն էլ այդ կեղծիքի ստերի մասով բացահայտումներ անելու եւ այդ ամեն ինչը տարածելու մասով հատկապես մեր լրագրողները երրակի քառակի ավելի քան ծանր է եղել, բայց ինչ որ մի բան էլի փորձել ենք հասցնել եւ այսօրվայությամբ եթե որոշակի արդյունք էլ թեկուս ընդդիմադիր գծի մեջ այդ ակտիվությունը կա, դա հավատա որ էլի այդ էլ մեր քարոզչությունն է։ Ռիպ դու ճիշտ ես ասում, բայց դուք պիտի ճիշտ ապացուցեք նայ, ես ասեմ ընդդիմադիր որպես հերոստատիտող բաներ են անում։ Իրանք սուտը հեշտ է, սուտը սենց ինչ ուզես հորինում ես, դնում ես եւ գովազդես։ Հետո գիտես մի քանի օր շոկ, ճիշտ ապացուցես։ Մի քանի օր շոկ արում, ասում լավ, ես սրան դեմ կամ սրան բացատրելու մասով ինչ խոսեմ։ Այո։ Իսկականից են որ սենց սեկրետ է էլի ինգնում իրապես, չես իմանում ինչ անես։ Մի հատ այդ շոկը ապրում ես, ինքդ քո մեջ, որտեվ դու այդ արժե համակարգի կրողն ես, վատանում ես, ինֆարկտի ես հասնում, մեկ էլ հետո ասում ես, չէ, բայց սենց չեղավ, պիտի այդ ամեն ինչը հերքելուն միտված աշխատանք տանես, բայց գիտես, չէ, շատ արագ են, ճիշտ ես ասում։ Սարսափելի արագ են։ Իդեալական են աշխատում այդ 5 գումարած իրանց։ Հիմա վերջին հարցն եմ ուզում տամ, այ այդ բոլոր մարդիկ այդ ովքեր որ հայրենիքն իրանց մեջ չեն կրում, այդ արժե համակարգը չունեն, այն որ քեզ ասում են դե լավ, դե քեզ պետք է եւ այլն։ Եղել է որ այդ մարդիկ քո ծրագրերին իրենց մասնակցությունը բերեն։ Ռիպ նայ, չեմ կարող ասեմ բարերարներին, որ բոլորի հետ քաղաքական հարցեր։ Չէ, բարերարները չէ, հենց թեկուզ մարդիկ, ովքեր որ ասել են մենք չերևանք, հանկարծ մեր անունը չլինի, մեզ մի նկար։ Ասեմ ինչ մասով ա եղել, բայց իրենք բոլորովին այլ դաշտում են։ Համակարգի մարդիկ։
Ամենայն անկեղծությամբ իրանք հիմա վստահ եմ գիտեն ու ես իրանց հասկանում եմ ոչ թե իրանք որովհետև ինչ որ մի իշխանության են պատկանում, այլ կոնկրետ աշխատում են կոնկրետ տեղերում եւ ամբողջ ուժային համակարգի մասին ոչ միայն ուժային, հարկային եւ այլն չեմ ուզում ամենայն անկեղծությամբ չեմ ուզում եմ որ այդ մարդկանց ամենայն անկեղծությամբ չի եղել մի բարեգործություն, որ ես պետական ինչ որ կազմակերպություններ համակարգից չստանամ ու գալիս են ու ասում են մենք ամբողջ օֆիսով Անահիտ ջան խնդրում ենք չհրապարակել, այս մեր կողմից է ու դա իմ համար գիտեք ինչի ցույցիչ է ես հասկանում եմ որ մենք դեռ ունենք պետականամետ գործիչներ որոնք դե ինչ անեն հիմա սաղ դուրս կան գնան է դրանց բաները անչա Տիգրով Կատյոտյանները նստեն օրինակ համակարգում չէ Աստված չանի տենց լինի թող այդ մարդիկ մնան որպեսզի չքանդվի ամբողջությամբ եւ կոպիտ ասած այն քո ասած ընտրության օրը ճիշտ ընտրություն կատարեն եւ դուրս գան կես ամեն ինչի միջից Անահիտ ջան, շնորհակալ եմ այսօրվա հաղորդման զրույցի համար, այդ քո այդ իմպուլսիվ, էներգետիկ բանը, ասենց փոխանցում է, ես մեկ-մեկ սենց ուղղակի ուզում եի նստեի լսեի, հարց չտայի քեզ։ Այն որ ես վարեցի, ես պատասխանեցի։ Դու խոսեիր, ես լսեի, բայց բնականաբար այդ հարցերի միջոցով փորձեցինք այսպես ավելի բացել, հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ անչափ։ Այ հիմա վաղվա անելիքդ ո՞րն է։ Վաղը արդեն այսօր վերջացնում ենք տուփերը հավաքելը եւ պայուսակները փակելը, վաղը գտնելու ենք մեքենա, մյուս կամ այն մյուս օրը արդեն մեկնենք Սյունիքի մարզն, այսպես որ մեծ մեքենայով մարդիկ արձագանքեք սահմանամերձ գյուղերին եք հասցնելու երեխաների։ երեխաների Ամբողջ տարածքով սահմանամերձ մեծ գյուղերում 1000 երեխայի։ հրաշք, ապրեք։ Դուք ապրեք։ Ինձ մնում է եւս մեկ անգամ հիշեցնել, որ այսօր իմ տաղավարում հյուրընկալվել էր Անահիտ Սարդարյանը, ել չեմ ներկայացնում, գիտեք, Անահիտ Սարդարյան ամեն ինչ ասված է, շնորհակալ եմ Անահիտ ջան։ Մենք կհանդիպենք, լավ մնացեք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ